Ուժեղ Հայաստան լոզունգով մարդամեկի պատեպատ տալը մեր աշխատանքային իրավունքն ու աշխատավարձային պայմաններն ու պարտավորությունները ու աշխատավարձը մեր անվտանգությանից հետո կյանքի ու գույքի ամենակարևոր առանցքային բաղադրիչն է մեր աշխատավարձը, աշխատանքային իրավունքը, աշխատանքային պայմանները, այդ ուժեղ Հայաստան լոզունգով մարդամեկի այդ ոյաժները, որ միակ ու անփոխարինելի ուժեղ տղան ինքն է Պուտինի ու Ալիևի միակ սիրուհին, որ այդ ինքը իր կոդլով թիմով փորձում է մեզ համոզել, թե ինչքան լավ է եղել իր ժամանակ, ինչքան լավ է եղել, երանելի է եղել իրենց համար, իրենց տարիքի համար, այդ ամենը հիշեցնում եմ աշխատանքային իրավունքի ու պայմանների առումով, որտեվ ռուսկի միրը, ռուսական օկուպացիան հետ, որ մեզ պարտադրել է կոնցլադիար անասնաֆերմաբանդ հասկացողությունը, այդ իր այդ ուժն ու հիմքը, այդ մեր անտարբերությունն է, մեր որ թքած ունեմ սաղի վրա, ինձ լավ լինի, մնացածը ինչ ուզում են լինեն, ինչ հայրենիք, կերու խմը ես արա են արա, թալանի ապրի վայրի, մնացածի վրա թքած ունեցի, դա կոնցլադիար անասնաֆերմաբանդ իրողության հիմնասյունն է, այդ մարդկանց էդի մտցնում են ու աշխատանքային պայմաններն ու իրավունքները դրա այդ համակարգում պահելու ամենակարևոր բաղադրիչն է, այդ օրինակը ին վրա եմ բերում 2007 թվականի ներքի մասին է, կարող է 2006 թվականի վերջերի մի հատ արտադրական միտեղ գործի է ընդունվել, 12 հոգանոց կոլեկտիվ էր, երկու հոգին էին աշխատավարձով, երկու հոգին էին գրանցված, մի հատ տենց տարիքով մարդ էր, փայստապետ բան, արտադրության պետ, մի հատ էր ջահել բանվոր, մնացածս աշխատող ենք, որ 2-3 հազար դրամ աշխատավարձով, դա այդ ժամանակվա հետ էր, ամենամաքսիմումը 5000 էր, որ գնացի ցույց տվին ինչա պետք, ոնցա պետք, ասին մի ամիս պիտի գաս փորձած շրջան, ասի չէ մի ամիս չէ, մի 10-15 օր շատ, նորից հետո արդեն որ 2-3 հազար դրամով պիտի աշխատեին, դա պրոցեսը բանը սկսեցինք բան, մի 12 հոգով ենք նորից եմ շեշտում, 2 հոգի գրանցված են, ոբշեմ, այդ շաբաթվա մեջ այդ որ արտադրություններ, այդ մեծ տարածք էր, վարոտով մտնում ենք, այնտեղ մի տարածք է, այդ մարդը պայստ ուներ, հետո իմացա, որ մեկին արենդով էր տվել, ու շաբաթը 2-3 հատ ֆուռ էր գալի, մեզ է գալի ասում էր, սաղով հելնում դատարկում ենք, դե քանի որ խամ ենք, եթե թե արտադրական պրոցեսի հետ է կապված, մատերիալի բանի հետ, հետո որ աշխատողներին հարցրի, բայց ոնց որ ես մեր արտադրական այս մատերիալների հետ կապ չունեցող ապրանք կա, դե ասում է, հա ինչ որ մեկին արենդով է տվել, այդ ֆուռ դատարկելը մեր վրա է, պլյուս դա օրվա մեջ 2-3 հոգի, որ գազերով գալի ապրանքին տանում, դելնեին, այդ ապրանքը բարձին, ճամփեին, ու հաջորդ շաբաթ, որ արդեն հենց 2 շաբթեր, 3 շաբթեր ֆուռ մտավ հայաթար, երեկոյան կողմ, արդեն որ գիտենք հաջորդ օրն պիտի դատարկենք, այդ տեր եկավ, ասեց բա վաղը շուտ կգաք, այդ ֆուռը որ դատարկեք ու այդ ֆուռը դատարկելու համար տենց մինչև գիշերվա 11-12-1-ը մնում ենք, պարզը դրա համար ոչ փող, ոչ տուն ճամփե, ոչ պերիվ, տենց բան գոյություն չունի, դե մենք աշխատող ենք, պարտավոր ենք, դա տարիքը որ նստանք բան, ասի, ոբշեմ, ես գիտեի թե այս մեր արտադրության մատերիալի հետ կապված է, բայց որ այդ կապված չի, ինքը ով է, որ այդ ֆուռը ինձ համար դատարկեմ, ես հրաժարվա, այն մնացածն մի 10 հոգի էլ հա որ մենք պիտի անենք դες դեմ, պայմանավորվենք, որ չպիտի դատարկենք, հաջորդ օրը դե առավոտյան գնացինք, այդ տերը եկա, բա պիտի հելնեք դատարկեք, ասի հետի մեր արտադրության գործի հետ կապ չունի էլի, ուզում ես դատարկենք, խնդրվի, մարդը $100 փող տու, կմտածենք, կդատարկենք, կարող է ավել փող տաս, ոբշեմ, դա մեր գործի հետ կապ չունի, գնա մարդ ճարի, արա, բա դու ով ես ջերքից ասում եմ, արա, պիտի հելնեք անենք դες դեն, հեսա ձեզ ես կանեմ, սա կանեմ, կմորթեմ, կթափեմ, կփրթեմ, ասի ոչ դες բանը չես կարող անես, հետի $100 կտաս, մարդը, կգանք, կանենք, չես տա, չենք անի, կարանք էլ հետ էլ չանենք, բա $100 անոցես, ասի հա կարող է քնում են 100 դրամ անուց չեմ, բա ոնց դες դեն,
ասի 100 դրամանոց չես, այդ 3 խես ուր եմ դատեկել, ինձ էլ այդ մնացած տղեկին էլ մարդը $100 այդ 3 խեսի տու, այս է կգամ կտնավ դες դեն, ուշում գնամ գամ, բերևի կոմերը դատարկած ելնի, գնաց տղեկին ասի, ուշում պայմանավորվել ենք, որ չենք դատարկում, մենք մեր գործն ենք անում, ու ամենակարևոր է դատարկելու ընթացքում, ապրանք ճամփելու ընթացքում միշտ գալիս էր, ասում էր արտադրանքը ուշացնում եք, պիտի հասցնեք, տես չի լինի, ու շատը դրամ մտեց այդ թեման բացեցի, դա բերևին եկավ, բայց հələ չեք դատարկել արաբանման, ասի չափավորի արան դες, համալետ իր համար, էդի մեր պոզիցիայի մեջ չի մտնում, գնա մարդ բեր, կամ այսօր մարդկա բերեմ վերալը կտնակ, գնաց 1-2 հոգու հետ եկա, մեկը հարկայինի աշխատող էր, այդ իր տարածքի, մեկն է տենց իր այդ գործի մեջին մարդ էր, բայց հարկայինի աշխատող եմ, դուք գրանցված չեք, գիտեք չէ, ձեր չգրանցելու համար սենց տուգանքները հասնում է սա են, ասել, եթե ինձ հասնում է, ավել 10-պատիկ, 20-պատիկ էլ, այս մարդուն է հասնում, գործատիրոջը ու քեզ է դատա հասնում, որ հովանավորում ես բանման ու չափովեք ձեր խոսակցությունը, այդ ինչա, հելիք դատարկեք տեց այդ ձեր հալը, ոչ եմ, դες դեն, ձեզ կանեմ ենք կանեմ, ասի, այդպես քեզ չանենք, թող ես գնացեք մի կես ժամից, բա այս հələ չեք դատարկել, ձեր սենց տեսնեց, ուշում ասի փախաստուց, ու տղայքով ասի քելը գնացինք, այն գրանցված երկու աշխատողը, մի հատ պայստապետ բիցավեր ջայլը, բանվորը, հնացին, մենք 10 հոգով էլանք, դա իր գոնը կապի բանքներ, խոսացինք դες դեն, զանգմանք դες ամեն ինչ նորմալ է, հաջորդ օրը գնացինք, հաջորդ օրը պիտի գործի գնենք, դες գնացի, բա դու մի մտի բանման, այնտեղ այդ պահակը պայստապետը կայնած էր վարոտի մոտ, ասի ես տեղ վեշեր ունեմ, չեք ուզում գրողին կան, ամել այդ իրոջի կան չի, ինձ փող պիտի տա, ընտե և ընգալով եկա, բա ոքշում, ասի այդ փող, դու ես տեղ չես աշխատում, ասի ոքշում իմ փողը հետո, եկախի պիշ մի պիշ, բազալ, ու ոքշում, լեզբակարով դες դեն, դա վեշես վերցի, թողի գնացի, անցա մի 2 շաբաթ, 10 օր տղեկ հետ զանգի խոսացի բան, ասաղ դու ես մեղավոր ենա մեր աշխատավազակի սոտ չապ կցել է, մենք էլ ստիպված 2 հատ հլը ուչ տեղել, պիտի գնանք որ դատարկենք, ասի պես լավ չի, գնացեք լողացեք, մի հատ գոմիկների համար, ընդեղ մարմենավաճառություն արեք, ինչա դες 2-3 հազար դրամ փողա տալի, մեղավոր ես եմ, ինքնասիրություն բան չունեք, այտենց իրենք տղայքի տղայքին վատություն եմ արել, ոչմ իրեն հետ առանձնապես կապը չկային, անցավ դետը ոնց որ աշուններ գավն էլի, մացերալի հետ վերցելու տեղը, տղայքից էլի տեսա, տեղ աշխատողներին բանման, դա ասեց նոր տարուց հետո համարյա սաղս հելել ենք, քոխելքին ելնենք, համարյա այդ 2-3 ամիսը տենց էշի պես չենք աշխատի, լկրկնակի ֆորեր բաներ, մեր վրա դատարկին բանման, 2 հոգի միջև այդ առողջական խնդիրով այդ 10 հոգուց էլ, դա 2 հոգին գրանցված աշխատողային իրա մոտիկներն են սենց ասած, տենց գործից հելել էին ու խնդիրը կարվում է նրանում, որ խոսքի մարդը, որը հարկայինի հետ հանցավոր համաձայնություն ունեցել, Քոչյանի կլանից ինչ-որ մեկի կռշավատ ունեցել, որ Քոչյանի ախրանը ես իմովն է, շանսիրուհին է կամ չգիտեմ Քոչյանի ախրանի շունն է, այնտեղ լավություն են անում այդ ամեն մեկը փողեր մի բան է տալիս են Քոչյանը ու Քոչյանի իրան կարևորը իրա վլաստը լինի, իրա փողը լինի, ով ինչ ուզում, ոնց ուզում է անում է, այսինքն ինչ է նշանակում 2-3 հազար դրամ փող ես տալի, դա իմիվա ռեալով մի 10,000 դրամ է էլի, կարող է 12 հազար փող ես տալի, այնտեղ արտադրական պրոցեսի վրա գործ ենք անում, հələ փողը ամիսներով կարող է ուշացնել, 2-3 ամիս պիտի ինգնես խնդրվես բանման, հələ մի ամիս էլ փորձաշրջան պիտի գնաս այդ հասարակ պրոցեսը, որ 2-3 ամում կարաս սովորես էլի, անես, որ նոր իրենք լայաղ անեն քեզ, թողեն կոնկրետ ինձ կամ մեզնից յուրաքանչյուրին աշխատենք, հələ դրանից հետո 2-3 ամիս կտրվածքով աշխատավարձը կարան ուշացնեն, հələ երիք չի, այնտեղ շաբաթը 2-3 հատ ֆոր, 5 հատ ֆոր, այնտեղ կողը տարածքա պայս արենդա տվել ու այդ բանվորների
չի տալի, մարդ չի բերում դատարկի, ճամփի, աշխատող չի բերում, մենք ենք պարտավոր անել ու գոհ պիտի լինենք, որ 2-3 հազար դրամով աշխատենք, ուրեմն մարդկանց այդ մի քիչ վախը, հետամնացությունը, որ դե դու ես մեղավոր քո պատճառով մեր աշխատավարձը կիսով չափ գցին ու մենք չգիտենք ինչ անենք, բայց հետո 2 ամիս ավելի վերան տանջվելուց հետո ասին, հա, քո խելքին ենք, հավելյալ այդ մի 2-3 ամիս, 4 ամիս չենք տանջվել, այդ խեռուս միակ ու անկրկնելի գործատուի համար